Տիկին Մանասյան կփորձեմ խոսել այն խնդիրների, այն խնդիրների մասին, որը որ իմ պատգամավորական մանդատի շրջանակներում բախտավիճակվել ինձ այդ հարցերով զբաղվել եւ փորձել օգտակար լինել մեր հայրենակիցներին, ամենևին մի ինստիտուտը թիրախավորելու կամ անձնապես ձեզ հետ կապված որևէ խնդիր չունեմ, հատկապես կանանց նկատմամբ ընդգծված հարգանք ունեմ եւ այդ առումով անգամ այն մարդիկ, որոնք որ ինձ վիրավորել են կամ ինձ թիրախավորել են, երբեք այդ առումով որևէ մեկին անդրադարձ չեմ ունեցել, չեմ էլ ունենալու։ Խնդիրը հետեւյալի մեջ է, ես չեմ ուզում շատ այդ հարցի մեջ խորանալ, խնդիրը հետեւյալի մեջ է, եթե մի հայտարարություն անում կոնկրետ իմ անձի հետ կապված, ես էլ փորձում եմ հրապարակային ճշտել, որովհետև հրապարակային ա եղել այդ հայտարարությունը, հրապարակային ճշտել դրա մանրամասնությունը, էլի դրա մեջ չխորանալով, եւ ես էլ այն պատգամավորներից եմ, որ կոմունիկացիայի հետ կապված խնդիր չունեմ, ցանկացած պահի կարող եմ զանգել այս կամ այն գերատեսչության ղեկավարին, ինձ բարձրացրած խնդրով ասելու, որովհետև ես համարում եմ, որ այն մեր հայրենակիցները, որոնք որ դիմում են մեզ եւ իհարկե որոշակի ակնկալիքներ ունեն, անգամ եթե այդ խնդիրը չի լուծվում, ես կարծում եմ, որ այդ հարցը բարձրացնելը եւ այդ հարցին հետամուտ լինելը մեր պարտականությունների մեջ է մտնում։ Իմ մոտ երկվություն էլ կա, ես ճիշտ ասած այսօր խոսելու առանձնապես ցանկությունս էլ ա կորել, նախ նրանից, որ ես նիստերը շատ երկար տևեցին, մի քանի օր արդեն երկրորդ շաբաթն է, երկրորդն էլ ինքս իմ մեջ կռիվ ունեմ, հասկանալու անգամ արդյոք մեր բարձրացրած խնդիրները, այն հարցերը, որ գալիս ենք ստեղ բարձրաձայնում ենք, ընդդիմության բարձրացրած խնդիրները, դրան ականջալուր ա լինում, խոսքը ձեր մասին չի մենակ, մնացած բոլոր նախարարությունները, վարչությունները լսում են, օրինակ, ինչ ասում ընդդիմությունը։ Եթե լսեին, օրինակ, 2-3 շաբաթ առաջ ուրեմն արդարադատության նախարարին եմ ահազանգել դեղորայքի հետ կապված խնդրի քրեակատարողական հիմնարկում։ Դրանից առաջ առողջապահության նախարարին եմ ասել եւ այստեղ մի հատ զարմանում են, որ խնդիր կա։ Ես ուրախ եմ, որ դուք ձեր զեկույցի մեջ դրա մասին անդրադարձեք, բայց նմանատիպ խնդիրներ ենք մենք տարիներ շարունակ բարձրացնում, ասում եւ շատ դեպքերում լուծումներ չստանալու եւ նաեւ դրան պատշաճ չի արձագանքում իշխանական արձագանք չի ստանում իշխանական պատգամավորների կողմից։ Եվ իրապես մարդիկ այդ խնդրին բախվելով կյանքի հետ կապված խնդիր են ունենում։ Նույնը նաև այն մեր հարյուրավոր քաղաքացիների, որոնք որ բռնության են ենթարկվում ոստիկանական բաժանմունքներում։ Տիգրան Ուլուբաբյանը, էլի շատ մեր հայրենակիցներ, այդ որ ասում եք, նախկինում բարձրաձայնեիք, ասեիք, նախկինում էլ ենք բարձրաձայնել, նախկինում էլ ենք պայքարել, մինչև 18 թիվն էլ ենք բերման ենթարկվել։ Ասիկ եկել եք ստեղ խոսքը մեր իշխանական պատգամավորների մասին, բաներ եք ասում, իրականությունից լրիվ կտրված, Հրաչ Մուրադյանից եք մեջբերում անում, դու գիտեք դաշնակցությունը, ինչքան է պայքարել, բացեք այդ համացանցը, նայեք դաշնակցությունը այդ օրերին, այդ տարիներին, ինչ արել, Հրաչ Մուրադյանի տեղը գիտեք ասեք էլ այդ մարդու հերոսությունները, ինչ արել Արցախում, չի կարելի սենց երկակի ստանդարտներով, բանով առաջնորդվել, կամ եթե մարդկանց զենք զինամթերքի ապօրինի կասկածանքով 17 տարեկան աղջկան տանում են եւ ուրեմն ձերբակալում են, դա նորմալ երևույթ է, այսինքն եթե 20 հոգի, 30 հոգի տարել են, պահել են, մի քանի օր, եւ պարզվել է, որ որևէ մի հանցանք այդ մարդիկ չեն կատարել,
Նույն այդ հարցը բազմաթիվ անգամներ ասել եմ, ստեղ նորից էլի կրկնում եմ։ Սրբազան պայքարի շրջանակներում, երբ որ մարդիկ քաղաքացիները անհնազանդության ակցիա են իրականացնում, մեքենաները տարել են 4 ամիս պահել են։ Դրա մասին նաև ես ձեզ եմ ահազանգել ասել, որ սա խնդիր է։ Սա խնդիր է, երբ որ բարեկային ծառայության պետը ասում է, եթե մի քիչ երկար խոսես, մի ամիս ավել կմնա։ Ինչքան կուզենք, այդքան էլ կպահենք։ Ինչ է այդ 35 մեքենան, որ տարան պահեցին մարդկանց, շատերին զրկեցին այդ օրվա հանապազորյա հացը հայթայթելու հնարավորությունից։ Վերջնարդյունքում ինչ գտան։ Հա բերում են մի 10-15 գործ, ասում են, գիտեք ինչ կա, այս գույնի մեքենան հնարավոր է, որ հանցանք կատարած լինի այդ մարդը, այդ վարորդը, ինչ որ սրճեփ են բերում, եսի միջեր են ասում, այսինքն ում ինչ ուզես ասում են, դե այն որ ասում դուք էլ ասեք, սա ամբողջ խնդիրը կանում է դրանում, որ եթե ուզում են որևիցե մեկին տանեն, խոշտանգեն, մեքենան ձեռքից վերցնեն, անազատության մեջ պահեն, ինչ որ մի բան գտնում են, եւ մեր կոչը ձեզ, որ դուք ոչ թե մտահոգություն հայտնեք, ոչ թե ասեք, որ գիտեք ինչ կա, ինձ համար մտահոգիչ է, կամ ճիշտ չի, այլ հստակ գնահատականներ տակ եւ համարձակ գործեք։ Իմ կոչը խնդրանքն է ձեզ, համարձակ գնահատականներ տակ։ Ես նախկին միբ մեր ղեկավարներին էր, այն ժամանակ էր, նույն հորդորն եմ արել, որ ի պատիվ նաև իրենց որոշակի նաև ես չգիտեմ էլի, օրինակ նախկին մի ղեկավարներ չեմ հիշում, որ օրինակ տենց կոշտ հայտարարություններ չանեն։ Արեք, կոշտ հայտարարություններ արեք, ասեք, դատապարտեք, որովհետև դրանից է կախված վստահությունը այդ ինստիտուտին։ Մտահոգվել է, բոլորս էլ կարանք մտահոգվենք, ասենք քաղաքացին, որ հիմա մեր սահմանամերձ գյուղերում նստած նայում է, ինքն էլ է մտահոգ, բայց ինքը կարա մտահոգվի, դուք չեք կարա մտահոգվեք, և ի վերջո այս մեր ազգային ժողովի, նաև շփվելով մեր հայրենակիցների հետ, ազգային ժողովի վարկանիշը շատ անգել։ Մեր հայրենակիցները այս գզվրտոսների ոչ ցանկություն ունեն լսելու, ոչ էլ իրենց հաճելի է։ Եթե ինչ որ մեկին թվում է գան ստեղ, չգիտեմ, իրենց ելույթի մեջ մի 25 անգամ Ռոբերտ Քոչարյանի դաշնակցության անուն տան իրենց վարկանիշը բարձրանալու է կամ դրանով ինչ լրացուցիչ դիվիդենտներ են հավաքելու, չարաչար սխալվում եք։ Կան մարդիկ, որոնք որ ունեցել են հետագից, ունեցել են անցած ճանապարհ, հաղթանակած երկիր, եւ այդ հաղթանակած երկրի հպարտ քաղաքացիներ են եղել, որ մենք գնացել ենք հարևան Վրաստան, գնացել ենք Իրանի Իսլամական Հանրապետություն, գնացել ենք այլ երկրներ եւ մեզ հպարտ ենք զգացել։ Բայց ինչ է կատարվում հիմա Վրաստանում մեր հայրենակիցներին, ուրեմն չգիտեմ էլի ոնց են վերաբերվում, ես դա համարում եմ մեր երկրի մեր պետության համար վիրավորական։ Ինչ է նշանակում բեռնատարները ամիսներ շարունակ ընդեղ են, ուրեմն այդ բեռը նախատեսված չի Վրաստանի համար, տարանցիկ բեռ է եւ մարդկանց ուրեմն այնտեղ սպասեցնել են տալի։ Նույն 3 տեսանյութ հրապարակվեց Իրանի Իսլամական Հանրապետությունում, մեր բարեկամ երկուսն էլ մեզ բարեկամ պետություններ են, մեր վարորդների հետ կապված այդ վերաբերմունքը, այդ ծեծի են ենթարկել։ Հենց պետությունը դրա համար է, որ թե բարեկամներին, վերջացնում եմ խոսքս, թե բարեկամ երկրներին, թե ոչ բարեկամ երկրներին, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին
այդտեղ խնդիր ա ունենում, տեր կանգնիր քաղաքացիներին։